Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության գաղտնիքներ, քննարկում բժշկության կարևորագույն թեմաներ, օգնում ձեզ ձեռնարկել համապատասխան քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման համար։ Իսկ մինչ գլխավոր հյուրին տաղավար հրավիրելը, եկեք տեսնենք, թե այսօր ինչ թեմաներ ենք ձեզ համար պատրաստել։ Այսօր դիտեք, ինչ են իրենցից ներկայացնում ձվարանների կիստաները, երբ են դրանք անվնաս եւ որ դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, ինչպես կարելի է ազատվել մեջքի ցավից, խորհուրդներ մասնագետից, որոնք են կրուպի հիմնական ախտանիշները եւ ինչպես տարբերակել այն սովորական շնչառական վարակներից, ինչու է հղիության ընթացքում մերսումը ոչ միայն թույլատրելի, այլև անհրաժեշտ եւ ինչ հիմնական ազդեցություններ ունի այս մերսումը հղի կնոջ օրգանիզմի վրա, կարիեսի ինչ տեսակներ են լինում, ինչպես կարելի է դրանք բուժել եւ ինչ նորագույն մեթոդներով կանխարգելել։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտենք, շատ կանայք կյանքի տարբեր փուլերում բախվում են ձվարանների կիստայի խնդրին, որը նրանց շատ մտահոգում է։ Շատերը կարծում են, որ դա չարորակ հիվանդություն է, շատերը չգիտեն ինչպես նրա հետ աշխատել, հեռացնել, ռադիկալ միջամտությունների դիմել թե ոչ եւ մշտապես լսում են տարբեր կարծիքներ վարող բժիշկների կողմից։ Այսօր իմ հյուրի հետ կպարզաբանենք արդյոք վտանգավոր են ձվարանի կիստաները տարածվածության, ախտորոշման եւ բնականաբար բուժման մասին։ Եվ իմ այսօրվա հյուրն է Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, Հայկական բժշկական ինստիտուտի դասախոս Շաքե Խաչատրյանը։ Ողջույն բժշկուհի Խաչատրյան։ Նախ սկսենք նրանից, ինչ են իրենց ներկայացնում կիստաները, եթե կարելի է պարզաբանենք ինչպիսի տեսակներ են լինում։ Շատ լավ, ձվարանի կիստաները իրենք բարորակ, նորագոյացություններ են եւ հիմնականում պարունակությունը լինում է ինչպես հյուսվածք, այնպես էլ հեղուկ, կարող է նաեւ լինել պարունակությունը արյուն։ Նշենք ամենատարածված կիստաներից, որ ավելի բնորոշ է լինում, ավելի հաճախ է հանդիպում, ֆոլիկուլյար կիստաները, դեղին մարմնի կիստաները, մուցինոզ կիստաներ, դերմոիդ կիստաներ, էնդոմետրիոիդ կիստաներ, ավելի հաճախ ու տարածված դա ֆոլիկուլյար կիստաներն են, որոնք որ հիմնականում առաջանում են օվուլյացիայի խախտման հետևանքով եւ դասվում են այն կիստաների շարքին, որոնք որ առանց դեղորայքային միջամտության 3 դաշտանային ցիկլ տեսնելուց հետո կարող են ինքնուրույն անցնել։ Սովորաբար իրենցից վտանգ չեն ներկայացնում, եթե չափսերով շատ մեծ չեն եւ չկա ռիսկը ոտիկի ոլորման կամ պատռման։ Չափսերով հիմնականում լինում են 3 սանտիմետրից մինչև 10 սանտիմետր եւ կարող են ինքնուրույն անցնել։ Եթե 3 ցիկլ է տեսնելուց դաշտանային ցիկլը հետևելուց հետո կիստաները չեն անցնում, նոր արդեն դիմում ենք համապատասխան հորմոնալ բուժման։ Ավելի հաճախ հանդիպող տարածվածներից նաեւ դեղին մարմնի կիստան է, որը հիմնականում առաջանում է արդեն դաշտանային ցիկլի 2-րդ կեսում եւ հենց դեղին մարմնում։ Պատճառները տարբեր կարող են լինել, հորմոնալ շեղումները, կարող է պատճառ հանդիսանալ նաև արյունամատակարարման խախտումը, ինչպես նաև ընդհատված հղիությունը, որը նույնպես իրենից շատ վտանգ չի ներկայացնում եւ նույնպես կարող է առանց բուժման դաշտանային մի քանի ցիկլ տեսնելուց հետո ինքնուրույն անցնել։ Կիստաների տեսակներից անդրադառնանք դերմոիդ կիստաներին կամ այլ կերպ մենք ասում ենք իրենց հրեշ կիստաներ, որովհետև իրենք պարունակում են նաև ձվարանի ոչ բնորոշ հյուսվածքներ, այսինքն պարունակությունը կարող է լինել ատամ, մաս, ճարպ, ֆոսֆոր, լավ, եւ այս կիստաների առաջացումը դա էմբրիոգենեզի խանգարման հետևանքով է առաջանում, որպես այդպիսին իրենք չեն կարող ձվարանի հյուսվածքին վնասել եւ ազդել որևիցե կերպ ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա, բայց եթե չափսերով շատ մեծանան, մենք արդեն կկորցնենք ձվարանի որոշակի առողջ հյուսվածքներ, հետեւաբար այս կիստաները մենք համարում ենք միայն վիրահատական բուժում պահանջող կիստաներ։ Հեռուստադիտողներին բացատրենք, որ սա պտղի զարգացման այո, դա ներարգանդային կյանքում, երբ որ էմբրիոնը զարգանում է, այդ ժամանակ արդեն տեղի է ունենում զարգացման արդեն խանգարում, որի հետևանքով էլ առաջանում չի կարող ոչ մի կերպ շատ հարց տալիս, ինչպես մազը հայտնվեց ձվարանում։ Այո։ Մենք բացատրում ենք, որ դա հենց արդեն էմբրիոնի զարգացման ընթացքում է լինում։ Կարծես թե բոլոր տեսակները թվեցիք։ Եվ տեսակ եւս ունենք, որը որ շատ տարածված չի, բայց բավականին էլի իր տարածվածությամբ ակտիվ է լինում, դա էնդոմետրիոիդ կիստաներն են, մենք այլ կերպ իրենց անվանում ենք շոկոլադե կիստաներ, բայց այդքան էլ իրենք հաճելի կիստաներ չեն, ինչ է իրենց ներկայացնում էնդոմետրիոիդ կիստաները, դա արգանդի լորձադաղանթի շոկոլադի, այդպես է կոչվում։ Էնդոմետրիոիդ կիստաներ կամ այլ կերպ շոկոլադե կիստաներ, դա իրենց շագանակագույն այդ պարունակության հետևանքով արդեն իսկ դա արգանդի բջիջների, էնդոմետրիումի բջիջների տեղակայումն է ձվարանում
Դրա հետևանքով է առաջանում այդ կիստան, որովհետև այդ բջիջները իրենց գործառույթն են կատարում ձվարանում եւ պարունակությունը այդ շոկոլադե անվան հակուտակված այդ պարունակությունը, երբ որ մենք բացում ենք, այդ շագանակագույն արտադրությունը նման է լինում, հա, ծորող շոկոլադի, դրա համար անվանում ենք իրենց որպես այդպիսի շոկոլադե կիստաներ։ Սովորաբար էնդոմետրիոիդ կիստաները իրենք կարող են ինչ-որ կերպ բերել անպտղության, որովհետև կարող են իջեցնել, հա, ձվարանի ռեզերվը, վնասել ձվարանի ռեզերվը, որը կարող է բերել հետագայում անպտղությունների, բայց բնականաբար մենք ունենում ենք հղիություններ էնդոմետրիոիդ կիստաներով եւ կարողանում ենք ավարտել հղիությունը իր բնականon հունով։ Մի փոքր ուշ խոսենք նաև այն մասին, ինչպես անենք, որ դա չխանգարի զարգացման հղիության։ Մի հարց եմ ուզում տալ, որը կարծում եմ կհետաքրքրի ոչ միայն հեռուստադիտողներին, այլ նաև շատ մեր գոլեգաներին։ Արդյոք կիստաները, ձվարանի կիստան կարող է ախտանշան առաջացնել, որոնք են այդ հիմնական ախտանշանները, որտեղ կարծես թե հիմնականում սոնոգրաֆիկ պատկերով եւ միամիտ ինչ որ այլ հետազոտություն անելիս են հայտնաբերում։ Կարող են ընթանալ ինչպես անախտանիշ, նաև ունենան իրենց բնորոշ ախտանշանները։ Կլինի դա ցիկլի ուշացում, որը բնորոշ է ինչպես դեղին մարմնի կիստայի, նաև ֆոլիկուլյար կիստային։ Կարող են նշել որովայնի ստորին հատվածում ցավեր, կոդկային հատվածում ցավեր, եթե արդեն կիստաները չափսերով ավելի մեծ են, որը որ կբերի որովայնի չափսերի մեծացման։ Հիմնական գանգատները կլինեն նաև ացիկլիկ արյունային արտադրություն, այսինքն միջդաշտանային քսվող բնույթի արյունային արտադրությունը, որը ավելի բնորոշ կլինի մեր էնդոմետրիոիդ կիստաներին, ինչ որ չափով ախտանիշներ լինում են եւ այո ճիշտ է, շատ դեպքերում կիստաները հայտնաբերվում են ուղղակի սոնոգրաֆիայի ժամանակ։ Նույնիսկ այլ խնդիր փնտրելիս ավելի հաճախ։ Միտում կա կարծես թե հիմա դուք կհաստատեք կամ կհերքեք այդ փաստը, որ դեռահասների մոտ պատան է կան շրջանում, իհարկե կարևոր է իմանալ արդյոք մինչև հասունացման շրջանը հնարավոր է կիստայի զարգացումը թե ոչ, եւ ինչու կա այդպիսի միտում, ինչից է դա կախված դեռահասների շրջանում կիստաների տարածվածությանը։ Այո, նշենք, որ հիմնականում ավելի շատ կիստաների առաջացումը բնորոշ է ռեպրոդուկտիվ ֆունկցիայի տարիքի կանանց մոտ, ավելի քիչ է հանդիպում դաշտանադադարում գտնվող կանանց մոտ եւ այո կան նաև դեռահասների մոտ, որը ցավոք սրտի մեր ծնողների մոտ բերում է մի ահուս սարսափի, տագնապի, բայց դեռահասների մոտ, երբ որ մենք հայտնաբերում ենք կիստաները, իրենք կարող են լինել այն տարիքում, երբ որ դեռ նոր է սկսում իրենց առաջին դաշտանը, մենարխեն եւ վերջնական դաշտանային ցիկլը կարգավորված չի լինում։ Շատ դեպքերում ծնողները չեն անհանգստանում այդ երևույթի հետ կապված եւ պատահական հայտնաբերվում է։ Սովորաբար բերում է նաև որոշակի գանգատներ, մենք ամենակարևորը պետք է տանենք հսկողություն, որպեսզի կիստայի չափսերը չմեծանան, չունենանք հանկարծ տվոտիկի ոլորում կամ կիստայի պատռում եւ բնականաբար տանենք համապատասխան բուժում, որ խուսափենք հետագա բարդություններից։ Իհարկե շատ բարդ եւ վախենալի արդեն իսկ հնչեց պատռումը կամ ոլորումը, կասեք ինչ ախտանշաններով կարող է, ենթադրում եմ, որ դա սուր ցավերն են եւ արդյոք դա որովայնի պատկեր է։ Ահա վիրաբուժական, այսինքն լրիվ արդեն պատկեր է։ Եվ արդյոք դա վտանգավոր է հենց այդ հեղուկի պարունակության թափվելը։ Նշենք, որ երբ որ տեղի ունեն ոտիկի ոլորում, այսինքն դա ինչպես է տեղի ունենում, որ կիստան իր չափսերով մեծ է եւ ձվարան այդ ծանրության տակ ինքը պտտվում է եւ կարող է տեղի ունենալ, այսինքն մեռուկացում կամ ինֆարկտ, որը եթե չկարողանանք ճիշտ ժամանակին կատարել վիրահատական միջամտություն եւ փորձենք փրկել ձվարանը, եթե գնաց արդեն մեռուկացում եւ հյուսվածքի նեկրոզ, մենք բնականաբար ստիպված հեռացնելու ենք ձվարանը։ Ինքը ինչպես նաև կիստայի պատռումը, որը ուղեկցվում է շատ սաստիկ ուժեղ որովայնի հատվածում ցավերից, որոնք դաշույնանման են լինում, կարող է ուղեկցվել գիտակցության ընդհանուր միջև կորստով, որովհետև ինչ է տեղի ունենում սուր որովայն պատռման դեպքում տեղի ունենում ներքին արյունահոսություն, դրա համար մեզ պետք է շտապ կատարել հոսպիտալիզացիա եւ կատարել շտապ կարգով վիրահատություն։ Անկախ ամեն ինչից մենք փորձում ենք մաքսիմալ պահպանել ձվարանը, հեռացնել համապատասխան միայն կիստան, որպեսզի ապահովենք ձվարանի հետագա գործընթացը։ Այո, շատ լավ։ Իհարկե ես կուզեի հարցնել նաև այսպիսի մի բան, արդյոք կա որոշակի վարքագիծ, գործողություններ, որոնք պետք է անել կամ պետք է խուսափել, օրինակ կինը, ով ունի կիստա, ինչ որ հատուկ վարքագիծ, չգիտեմ, ծանրաբեռնվածություն, առաջինը որ մտքիդ գալիս է, ինչից խուսափում ենք, եթե որպեսզի նման բարդություններ չլինեն, ոլորում տեղի չունենա, որպեսզի պատռում տեղի չունենա, մենք միշտ հորդորում ենք, որ խուսափեն ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, որը կարող է վերել սպորտով զբաղվելը, եթե ուժային բաներ են կիրառում, բնականաբար խանգարում է։
Հետևաբար, եթե կան մեզ անհանգստացնող որևիցե այլ ախտանիշներ, մենք կարող ենք հիվանդին արդեն վերցնել հսկողության տակ, որպեսզի խուսափենք, այսինքն մենք ինքներս հսկենք, որ խուսափենք այդ երևույթից, բայց բնականաբար լինում են կիստա այնպիսի տեսակներ, որ մենք ուղղակի տանում ենք զուտ ցիկլի հետագա ընթացքից հետո սոնոգրաֆիկ դինամիկ հսկողություն հասկանալու համար կիստան ամբողջությամբ անցել է թե ոչ։ Այո, ինչպես նշեցի, գոնե 3 ամիս կա կիստայի տեսակներ, որոնք ընդհանրապես պետք է հսկել, միգուցե ներծծվում են։ Եվ իհարկե շատերին հուզում է մշտապես այդ հարցը, որ տարբեր մասնագետների նույնիսկ գնալուց պարտադիր նշում են, որ կիստա ունեն, արդյոք կան բուժման, դեղորայքային, այլ պրոֆիլների օրինակ հիվանդություններ, որոնք լիստ անհամատեղել են, եթե մարդ կիստա ունի, կամ դեղորայքային խումբ, որ կասեք, այս դեպքում ցանկալի չի, որևէ կերպ կիստայի մեծացման կամ չգիտեմ, բարդությունների կարող է հանգեցնել։ Որպես այդպիսին դեղորայքային բուժում հիմնականում կիրառում ենք կիստաների դեպքում, երբ որ վիրահատական միջամտություն պարտադիր չի եւ տալիս ենք իրենց հորմոնալ բուժում, որը որ կարծում եմ այլ հիվանդություններին որպես այդպիսին վտանգ ներկայացնել չեն կարող, հետեւաբար շատ կոնֆլիկտ չեն կարող առաջացնել, հետեւաբար ճիշտ է մանրակրկիտ հավաքել հիվանդից իր անամնեզը, որպեսզի հետագայում մենք ինքներս էլ այլ բարդությունների առաջ չկանգնենք։ Ինչպես հասկացա ձեր ասածից, բժշկուհի փաստորեն մեծ մասը դա դեղորայքային բուժումն է, եթե այնուամենայնիվ բուժում պահանջում է, վիրահատականը մի փոքր ավելի քիչ է տարածված։ Մենք նշեմ մի փոքր բան, որը որ մոռացանք ավելի շուտ շեշտել, դա մուցինոզ կիստաներն են, որոնց պարունակությունը լորձ է, եւ ի տարբերություն մյուս կիստաների, մուցինոզ կիստաները իրենք չափսերով շատ մեծ են եւ հակում ունեն արագ աճելու։ Այդ կիստաները նույնպես մենք տանում ենք դեպի վիրահատության, որովհետեւ իմ պրակտիկայում կոնկրետ ես դեպք եմ ունեցել, երբ որ կիստան զբաղեցրել էր ամբողջ որովայնի խոռոչը եւ համապատասխանում էր 40 շաբաթական հղիությանը։ Մի ամբողջ պտղի ծննդաբերության արդեն հասնում։ Բնականաբար բարորակ էր, բայց ցավոք այնպես էր մեծացած, որ մենք չենք կարողացել ձվարանի հյուսվածք պահպանել, այնուամենայնիվ ես տեղյակ եմ, որ տվյալ կինը վիրահատությունից հետո արդեն բալիկ է ունեցել։ Իսկ հետաքրքիր է բուժարուն փաստորեն գիտեր, դա կարծես թե դժվար է անձեն աչքով չնկատել։ Ճիշտն ասած դիմել էր, բայց չէր հետազոտվել, մտածել էր ինչ-որ գիրության արդյունք է, երբ որ մենք արդեն հետազոտություն արեցինք, հիմնվելով գանգատների եւ մեր փորձից ելնելով կատարեցինք ուլտրաձայնային հետազոտություն, որից հետո արդեն անհրաժեշտություն եղավ կատարել MRT հետազոտություն, որպեսզի հասկանանք, ոչ միայն հաստատենք, այլ հասկանանք, թե ինքը ինչքանով է հարակից օրգաններին որևիցե կերպ վնասել։ Արդյոք կան որոշակի գործողություններ, էլի թե լինի դա վարքագիծ կամ նախազգուշացնող ինչ-որ գործողություններ, որպեսզի ձվարանների կիստա չառաջանան, եւ բայց մի հատ էլ բժշկու ջան հարց եմ ուզում տալ, արդյոք կիստաները կրկնվելու հատկություն ունեն թե ոչ, եթե օրինակ այս կամ այն բուժումը արել եք, բարեհաջող ներծծվել է կիստան, արդյոք տվյալ անհատը էլի հակվածություն կունենա կիստաների զարգացման։ Ֆոլիկուլյար կիստաները կարող են միշտ կրկնվել եւ շատ է լինում, որ ասում են, օրինակ ունեցել եմ 1 տարի առաջ, բայց ինչի է հիմա կրկնվել, որովհետեւ ես անցել եմ համապատասխան բուժումը եւ այլն։ Իսկ որպես այդպիսի սննդակար կամ վարքագիծ կամ եւ այլն, որպես այդպիսին գոյություն չունի, միակ բանը կարելի է ուղղակի ժամանակ առ ժամանակ դիմել մասնագետի եւ անցնել սոնոգրաֆիկ հետազոտություններ, որպես կանխարգելիչ մեթոդ կարող ենք այդ ասել։ Բժշկուհի կարծես թե քննարկեցինք բուժման եւ վիրահատական միջամտությունների բոլոր այն դեպքերը, որոնք անհրաժեշտ է լինում այնուամենայնիվ ռադիկալ միջամտությամբ վերահսկել, կուզենայի, եթե կարելի անդրադառնանք վիրահատական միջամտությունների հստակ ցուցումներին, երբ այլևս դեղորայքային բուժում չի կիրառվում, ինչպես է կատարում վիրահատությունը եւ արդյոք վերականգնողական շրջանը երկար է կամ ինչ-որ բարդություններով է ուղեկցում։ Շատ լավ։ Վիրահատական միջամտությունը կատարում ենք խիստ ցուցումներով, այսինքն առաջինը կկատարենք սուր որովայնի պատկերի դեպքում, հաշվի չենք առնի, թե բնույթը ինչպիսին է կիստայի, հերատապ իհարկե պատրումը կիստայի ոլորման դեպքում, ինչպես նաև նշեցի, որ դերմոիդ կիստաները նույնպես բուժումը որպես այդպիսին վիրահատական է, ցանկացած դեպքում դերմոիդ կիստաները որպես այդպիսին կարող են հղիության զարգացման հետ վտանգ չներկայացնել, ուղղակի զուտ չափսերով որ արդեն մեծանան, իրենք վերելու են, իսկ մենք չենք կարող սպասել, որ կարող են անցնել ինքնուրույն, բնականաբար այդ կիստաները չեն կարող անցնել։ Էնդոմետրիոիդ կիստաները նշեցի արդեն, որ ինչ որտեղ կարող են բերել անպտղության, երբ որ վնասվում է ձվարանային հյուսվածքը։ Այս պարագայում, եթե հսկողություն է տարվում եւ տեղի չի ունենում հղիություն, մենք գնում ենք վիրահատական միջամտության, որպեսզի կարողանանք նաեւ ապահովել հետագա ռեպրոդուկտիվ ֆունկցիան։
Նշենք նաև, որ ինչ տեսակի կիստ է ուզում է լինել, մենք մաքսիմալ փորձում ենք վիրահատությունները տանել լապարասկոպիկ եղանակով, լավ, որը որ ավելի հեշտացնում է իր հետվիրահատական, իհարկե իր հետվիրահատական այդ շրջանի հետապաքինումը, իհարկե եթե արդեն չափսերով շատ մեծ գիգանտ կիստաներ են, բնականաբար կատարում ենք արդեն Սա ևս պիտի կարծում եմ մոտիվացիա կանանց համար լինի, որովհետև սպին հետագա բարդությունները էլի մինիմալի կհասցվի, եթե ժամանակին ախտորոշեն եւ ընդհանրապես լապարասկոպիկ միջոցով ժամանակ առ ժամանակ հետևենք մեզ, հա, ես այսպես կխոսեմ, որովհետև որպես կին պետք է ժամանակ առ ժամանակ հետևել, կատարել համապատասխան այն մինիմալ հետազոտությունները, որպեսզի հետագայում խուսափենք տարատեսակ խնդիրներից ու բարդություններից, նաեւ թող չվախենան ու չխուսափեն դեռահասների մայրիկները, ամենաչնչին գանգատների դեպքում ճիշտ կլինի դիմել բժշկի, որպեսզի այդ երեխաները մեծանալով հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնեն, այդ թվում նաև ռեպրոդուկտիվ ֆունկցիայի։ Այո, ճիշտ եք ասում, կարծեմ նույնիսկ դեռահասության տարիքից պիտի աղջիկը, ապագա կինը արդեն իսկ իմանա եւ սովոր լինի, որ ամենապարզունակ ուլտրաձայնային հետազոտությունը կամ գինեկոլոգի մոտ այցի գնալը դա սովորական բան է եւ իր առողջության պահպանման կարծես թե ամենակարևոր հատվածներից եւ իր պատասխանատվությունից մեկն է, եթե կա արդյոք այդ սկրինինգ, այսպես կոչված տեստերից մենք շատ ենք խոսում իհարկե չարագ գոյացությունների դեպքում, բայց արդյոք կա ուլտրաձայնային հետազոտության որոշակի նորմա, որը պետք է անհատը, աղջիկը, կինը տարին մեկ անգամ պարտադիր կերպով անցնի, եկեք հիշեցնենք այդ մասին։ Իհարկե գոնե տարին մեկ անգամ, եթե գանգատ չունենք, կարելի է ուղղակի անցնել այդ բուժզնումը, ոչ միայն կարող ենք հայտնաբերել կիստաներ, այլ տարատեսակ այլ խնդիրներ կան, որոնք որ կարող են երկար ժամանակ անախտանիշ լինել։ Չեմ ուզում շատ չարորակացման մասին խոսել, բայց կան նաև այնպիսի երևույթներ, հենց ձվարանի չարորակ գոյացությունները, որոնք կարող են երկար ժամանակ անախտանիշ լինել ու ցավոք սրտի շատ դեպքեր է լինում, երբ որ հայտնաբերվում է, այսինքն ասցիտի վիճակում, երբ որ ասցիտային փուլում է լինում, հեղուկի կուտակում ամբողջ որովայնի խորոչում եւ հետեւաբար դա արդեն որոշակիորեն կամ ավելի վատ մետաստատիկ վիճակում է լինում տարածված մետաստազներ եւ դրանով իսկ բարդացնում են օնկոգինեկոլոգների գործը, չեմ ուզում շատ խոսել օնկոգինեկոլոգիայից, մետայի վրա ավարտենք, բայց բժշկուի չգիտեմ մենք հատուկ շեշտադրում արեցինք թե ոչ, եթե կարելի է նաեւ ասենք այն մասին, արդյոք կիստան չարորականալու միտում ունի թե ոչ, կարճ լակոնիկ այսպես այդ համոզմունքը տեսակներ, որոնք ունեն չարորակացման միտում եւ կարող են հետագայում ինչ որ կերպ բերել մալիգնիզացիայի, բայց եթե կատարենք ճիշտ գրագետ-հսկողություն, հիմնականում մենք քննարկեցինք միայն բարորակ գոյացությունների մասին, այո, մենք համարում ենք, որ կիստաները իրենք բարորակ ոսկներ են եւ կանխելու համար ընդհանրապես հետազոտվել է պետք։ Այո, հսկողություն եւ հետազոտություն։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, Հայկական բժշկական ինստիտուտի դասախոս Շաքե Խաչատրյանը, ում հետ խոսեցինք բազմաթիվ կանանց եւ աղջիկների մտահոգիչ հարցի ձվարանների կիստայի մասին եւ պարզաբանեցինք տարածվածությունը, ախտորոշումը եւ իհարկե անհրաժեշտ եւ պրոֆիլակտիկ ստուգման միջակայքերը տարեկան։ Այս պահին տեղափոխվում ենք խորհուրդ մասնագետից այդ շարունակենք։ Բարև ձեզ, մենք գտնվում ենք Չայկա կլինիկայում, ես բժիշկ վնասվածքաբան եմ Տարոն Սաղդարյան։ Այսօր խոսենք մեջքի ցավերի մասին։ Խնդրի, որը գրեթե բոլորին ծանոթ է։ Եթե մեջքը ցավում է, թվում է, որ լավագույն տարբերակը պարկելն ու հանգիստն է, բայց իրականում երկար ժամանակ անշարժ մնալը միայն վատթարացնում է վիճակը։ Եթե ցավը ուժեղ չէ, ավելի լավ է քիչ-քիչ շարունակել շարժվել։ Թեթև զբոսանքը կամ պարզ վարժությունները կարող են թույլատրել մկանային լարվածությունը եւ վերականգնել շարժունակությունը։ Անդրադառնանք մի քանի կարևոր կետերի, որոնք շատ հաճախ քննարկում ենք բուժարոյի հետ։ Տնային գործերը երբեմն բավականին ծանր են, բայց դրանք չեն տալիս բավարար բեռնվածություն բոլոր մկաններին։ Իսկ այս անհավասար բեռնվածությունը ընդհակառակը կարող է ավելի շատ վնասել մեջքին։ Ավելի լավ է ավելացնել հատուկ վարժություններ, որոնք ամրացնում են մեջքի եւ որովայնի շրջանի մկանները։ Մեկ ուրիշ կարևոր կետ՝ ծխելը։ Ծխելը ազդում է արյան շրջանառության վրա, այդ թվում մեջքի հյուսվածքներում։ Դրա հետևանքով սկավառակները ավելի արագ են մաշվում եւ ցավերը կարող են սրվել։ Դադարեցնել ծխելը նշանակում է ոչ միայն օգնել ձեր թոքերին, այլև թեթևացնել մեջքի ցավը։
Շատերն ընտրում են ժողովրդական բուժման տարբերակներ, սակայն դրանց մեծ մասի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված չէ։ Այն մեթոդները, որոնք իսկապես օգնում են, արդեն վաղուց դարձել են ժամանակակից բժշկության մի մաս։ Ինչ անել մեջքի ցավերը կանխարգելելու համար։ Շարժվեք ավելի շատ։ Հետևեք ձեր քաշին։ Հրաժարվեք ծխելուց։ Իսկ ինչ անել արդեն իսկ առկա մեջքի ցավը մեղմացնելու համար։ Մի ծանրաբեռնեք ձեր մարմինը 1-2 օր։ Բավարար հանգիստը կարող է նվազեցնել ցավը, բայց երկար պարկելն արդյունավետ չէ։ Ավելի լավ է սկսել շարժվել հնարավորինս շուտ։ Դեղերը ընդունեք խելամիտ կերպով։ Կիրառեք մեջքը տաքացնող մեթոդներ, քանի որ ջերմությունը նվազեցնում է մկանների լարվածությունը։ Վերադարձեք ձեր սովորական առօրյային աստիճանաբար։ Միշտ ապեք բարդ վարժություններ կամ աշխատանք անել, քանի դեռ ցավ եք զգում։ Ոչ միշտ է անվտանգ ինքնուրույն մեջքի ցավը բուժել։ Եթե ցավերը շարունակվում են կամ սրվում են, հատկապես գիշերները, եթե վերջերս ընկել եք կամ մեջքին հարված եք ստացել, եթե ձեռքերի կամ ոտքերի թմրացություն կամ թուլություն եք զգում, եթե դժվարանում եք միզել, եթե նախկինում ունեցել եք ուռուցքային հիվանդություն, եթե ունեք ջերմություն կամ նկատել եք մարմնի քաշի կտրուկ նվազում, եթե այս նշաններից որևէ մեկը նկատել եք, ապա շտապ դիմեք բժշկի օգնության։ Հոգ տարեք ձեր առողջության մասին եւ մի հետաձգեք այցը մասնագետի մոտ, եթե ցավը չի անցնում։ Առողջ եղեք։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր ուշադրության կենտրոնում է մանկական հասակում դիտվող մի հիվանդություն, որը կոչվում է կրուպ։ Ինչպիսի ախտանշաններով է այն ուղեկցվում, ինչպես կարելի է տարբերակել սովորական շնչառական վարակներից եւ երբ է անհապաղ բուժում պահանջում։ Այս եւ շատ այլ թեմաների շուրջ կզրուցենք մեր այսօրվա հյուրի, Մարտունու բժշկական կենտրոնի եւ Մուրացյան համալսարանական հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժ Սոնա Եգանյանի հետ։ Ողջույն բժշկուհի Եգանյան։ Բարև ձեզ։ Պատմեք մեզ ինչ է իրենից ներկայացնում կրուպը եւ ինչ հիմնական ախտանշաններով է դիտվում։ Կրուպը նույն ինքը ստենոզասնոլ լարինգոտրախեիտ, ժողովրդական ասած խռիկ, հիվանդություն, որի պատճառը վիրուսն է, որի հետևանքով լինում է շնչափողում, կոկորդում, ձայնարարային տարածությունում այտուց, որով եւ սկսվում են գանգատները երեխաների մոտ, ու հիմնական ախտանշանները որ լինում են իրեն բնորոշ հաճոցանման հազ, ձայնի խրպոտություն, դժվարացած աղմկոտ շնչառություն։ Իհարկե, որպես վիրուս նախորդող կարող են դիտվել ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, քթահոսություն, հազ։ Այո, դա իդեպ ուզում էի նշել, փաստորեն սա եւս մյուս բոլոր շնչառական վարակների նման կարող է դանդաղ ընթանալ, դա մոտավոր 1 շաբաթ է տևում օրինակ այդ ընթացքը։ Կարող ենք ասել, մկանային ցավը, ավելի շուտ, ավելի կարճ 1-2 օրվան, որին հաջորդում են, այո, կրուպին բնորոշ սիմպտոմները, ավելի հատկանշականն է իրեն բնորոշ հաճոցանման հազը, որը որ ոնց որ եթե առաջի անգամ են հանդիպում ծնողները, կարծես տագնապով լինեն, որին ուղեկցող նաեւ այդ դժվարացած ու աղմկոտ շնչառությունը։ Ինչպես հասկանում եմ, այս վարակը եւս օդակաթիլային է տարածվում, արդյոք ինչ որ կանխարգելման որևէ միջոցներ կան, որ կարելի է խուսափել տարածումից։ Ինքը նույնպես օդակաթիլային փոխանցող վարակ է, հատուկ կանխարգելում մենակ հիվանդ մարդկանց երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց պետք է չհաճախեն, հաճախ օդափոխությունը ընդհանուր վիրուսին ժամանակ որ կանխարգելում արվում է եւ հաճախակի ձեռքերի լվացումը։ Փաստորեն հիգիենային հետևելը եւս կարեւոր է եւ արդյոք եղանակային առանձնահատկություն տարածման մեջ էլի կարելի ասել, որ ունենք եւ ռիսկի գործոն է հանդիսանում ցուրտ եղանակը։ Կարելի ասել այո, հիմնականում սեզոնայնությունը սմեռ, աշուն եղանակներին է լինում, դրանով սեզոնային դա է պայմանավորված այո։ Կամ ամառը կամ գարնանը այդպես չենք հանդիպում։ Արդյոք հաճոցանման հազը, որ դուք նշեցիք, արդեն ահազանգող եւ անհանգստացնող նշան է, երբ պետք է անհապաղ դիմել բժշկի, թե դա ուղղակի ընթացքն է եւ պետք է սովորական վարել, ջերմիչեցնողներով եւ սովորական ընթացիկ միջոցներով։ Սովորական ընթացիկ միջոցներ կարելի է, ինչն է անհանգստացնող ծնողների համար, երբ որ ընթացիկ արդեն շնչառությունն է ավելի շատ դառնում աղմկոտ ու դժվարացած, հաճախացած երեխաները դառնում են գրգռված, ագրեսիվ, բայց ամեն դեպքում ինքը վտանգի բարդություններով հարուցվող հիվանդություն է եւ միշտ էլ ցանկալի է, որ զննվի բժշկի կողմից։
Եվ գտնվի հսկողության տակ, տրվի համապատասխան խորհուրդներ։ Վարքագիծը եւս փոխվում է, ինչպես հասկացա, ավելի անհանգիստ, յուրագրգիռ են լինում, անտրամադիր են լինում, ուտել երևի թե չեն ուզենա, որովհետեւ շնչառական բոլորակների, բայց կարելի ասել, որ եթե գտնվեն հսկողության տակ, ապա այս դեպքում ռիսկը բարդությունների նվազում է։ Էլ ինչ ռիսկեր կարող են լինել, օրինակ, բացի շնչառական բարդությունները։ Հիմնականը կարելի ասել շնչական անբավարարությունն է, որ լինում է, ու դրան հաջորդող արդեն մնացած կարող են մինչև ծայրահեղ 4 աստիճանի անբավարարություն լինել եւ բերել պոլիօրգան անբավարարության ընթացիկ։ Դե դա արդեն երկրորդային բարդություն համարվում է։ Բժշկու Եգանյան, խնդրեմ պատմեք նաև ինչպես է իրականացվում գրուպի բուժումը, արդյոք հիվանդանոցային, թե տնային պայմաններում է դա հնարավոր եւ ինչ խորհուրդներ եք հիմնականում տալիս ծնողներին։ Տան պայմաններում խորհուրդ է տրվում ապահովել խոնավ, զով, մաքուր օդ, փորձել երեխային հանգստացնել, որովհետև լացը եւս նպաստում է այտուցի առաջացմանը։ Եթե ունենք ցավ, ջերմություն, բնականաբար ցավազրկող ջերմիչեցնողներ անել ու խոնավեցում ապահովել շնչուղիների։ Դա տան պայմաններում, բայց քանի որ գնալով, օրինակ շնչառությունը դառնում է ավելի հաճախացած, աղմկոտ, ձայնը շատ է փոխվում։ Այո, շատ ու կտրուկ կարող է դա լինել։ Ձայնի փոփոխությունը նույնիսկ անգամ ձայնի կտրվել, այսինքն ձայնը դուրս չի գալիս, այդպես ասած, անպայման պետք է դիմել մոտակա հիվանդանոց։ Արդեն հիվանդանոցային պայմաններում կախված վիճակից երեխայի կատարվում է համապատասխան միջամտություններ, եթե անհրաժեշտ է կիրառում ենք հորմոնալ թերապիա։ Այդ այտուցը վերացնելու համար ենթադրում եմ։ Պաստորեն սկսում են գոնե սիմպտոմատիկ միջոցներից, ջերմիչեցնողներից, ցավազրկողներից, բայց եթե բարդանում է եւ լինում է խիստ անհրաժեշտություն, նույնիսկ հորմոնալ թերապիա։ Ուղղակի պետք է ծնողները միշտ հիշեն, որ ինչքան մաքուր սառը օդ լինի, չվախենան դրանից, դա նույնպես նպաստում է, այտուցի իջեցմանը եւ փորձեն երեխային հանգիստ պահեն։ Այո, չմոռանանք, որ ջեռուցումը եթե միացված է, սենյակի օդը խիստ չորանում է դրանից։ Կան հիմնական սխալներ, որոնք կարող են ծնողները թույլ տալ, օրինակ մասնավորապես ասեմ ինչի նկատեմ, միգուցե ինհալացիաները կամ այլ միջոցներ, որ կարող են տան պայմաններում անել, վատ հարացնել վիճակը, արդյոք կան դրանք։ Արդյոք կան նման միջոցներ։ Գիտեք, հիմնականում արվում է տաքացումը, իսկ մենք գիտենք, որ տաքացնելով ոնց որ անոթները լայնանում են, այո, փորձում են արհեստական տաքացնել երեխաներին, որը ավելի է խորացնում process-ը։ Հիմնական սխալը դա կարող է լինել, մեկ էլ ինհալացիաներ իրենք անում են, բայց ոչ ճիշտ դեղորայքով, որը իրականում չի օգնում, հակառակը միգուցե դրանից ավելի գրգռվեն, սկսեն լացել, որը նույնպես բերի այտուցի առաջացման Այսինքն ոչ թե ուղղակի գոլորշիով, այլ կան որոշակի լուծույթներ, որ կարելի է անել թիրախային ավելի լավ արդյունք ունենալու համար։ Հատուկ դեղորայքներ հենց նախատեսված գրուպին։ Եվ բացի բուժումից, որ քննարկեցինք դեղորայքային, այս կամ այն սիմպտոմատիկ բուժումից, արդյոք կան վարքագծային կամ այլ տնային միջոցներ, որոնք կարելի է կիրառել եւ երեխայի վիճակը թեթևացնել եւ իհարկե օգնել վերականգնման ու լավացմանը։ Եթե օրինակ շատ այդպես արտահայտված չէ շնչական անբավարարության նշանները, դժվարացած շնչառությունը նկատի ունեմ, հեվոցը, կարելի է երեխային օրինակ հագցնել եւ դուրս գալ ման գալու մաքուր օդի, որը նույնպես օգնում է այտուցի իջեցմանը։ Փորձել իրեն ավելի մաքուր օդ, եթե երեխան ի վիճակի է, ապահովենք հեղուկներով անպայման, խոնավեցնենք շնչուղիներ, թեյեր խորտրվում են։ Թեյեր կարող են ինչ որ մենք սահմանափակում չունենք, գրգռող որևիցե նյութ չլինի։ Այսպես ասած չեզոք ջուրն է, որ կարող ենք խորհուրդ ջուր օգտագործեն, խոնավեցնեն շնչուղիները, երեխային հանգիստ պահեն, չստիպեն ուտելուն, որովհետև դա էլ է գրգռում, լարված վիճակ ստեղծում երեխայի մոտ։ Իսկ ինչ եփել նման դեպքերում, օրինակ ինչ ուտելիքը ավելի հեշտ կյուրացվի։ Հատուկ այդպես թեթև սննդակարգ է ցանկալի բոլոր դեպքերում։ Օրինակ մսամթեր, կատնամթեր կարելի է թե ոչ, թե չկա սահմանափակում։ Ինչպես թեթև, օրինակ սուպիկներ կարելի է, կաշաներ կարելի, պյուրե, այդ տեսակ սննդակարգով, որովհետև այնպես չի որ դա երկար կտևի, երևի 2-3 օրվա ընթացքում արդեն կարգավորվի բալիկը։ Եվ հետո աղիները այնպես չի որ ախտահարվում են, հա, ապուրներից զատ, եթե չգիտեմ, ցանկություն ունի երեխան տապակած ինչ որ բան ուտել, էլի ոչինչ։ Ոչինչ։ Շատ լավ։ Մեզ պետք է սպահին իրեն էներգիայով հարուստ սննդակարգ, որպեսզի կարողանա օրգանիզմը դիմակայել այդ վիրուսին։ Շատ լավ։ Եվ ինչքանով որ դա հնարավոր է, լավ տրամադրություն ապահովել երեխային, չմոռանանք մի քիչ այդ օրերին երես տալ։ Եվ իհարկե վերջում եթե ունեք մի քանի խորհուրդներ ծնողներին, ինչու ոչ բալիկներին, խնդրեմ բժշկ Եգանյան ասեք։
Խորհուրդս հետևյալն է, եթե նկատում եք, որ արդեն կան վիրուսային նշաններ ձեր բալիկների մոտ, ցանկալի է, որպեսզի մանկական հաստատությունները չհաճախեն, որպեսզի մնացած բալիկներին չվարակեն, հաճախակի լվացեք ձեռքերը, օդափոխեք սենյակը, այն տարածքները, որտեղ երեխաները հաճախակի լինում են, կատարեք սեզոնային եւ տարիքային պատվաստումները։ Հիանալի է։ Շնորհակալ եմ, այստեղ հատկապես իմ կողմից նշեմ այդ լվացվելու սովորությունը, որ իրոք պետք է յուրաքանչյուրս մեր երեխաներին սերմանենք տանը այդ ձեռքերի լվանալու մշակույթը, գոնե ուտելուց առաջ, բայց երբ որ դրսում է, ցավոք վերահսկելը շատ դժվար է լինում եւ դպրոցում եւ մանկապարտեզում։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր անդրադարձանք մանկական հասակում դիտվող կրուպ հիվանդությանը, ինչպես է այն ընթանում, ինչպես է ախտորոշում եւ ինչ բուժում է պահանջում, ինչու ոչ նաև չմոռացանք տալ ծնողներին պրակտիկ խորհուրդներ, ինչպես թեթևացնել եւ նպաստել արագ վերականգնմանը։ Եվ իմ հյուրն էր այսօր Մարտունու բժշկական կենտրոնի եւ Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժ Սոնա Եգանյանը։ Իսկ մենք շարունակում ենք տեղափոխվելով Իդեն բժշկական կենտրոն բացահայտելու գեղեցկության գաղտնիքները։ Այժմ մեզ մոտ գեղեցկության գաղտնիքներ էջն է, սա նշանակում է, որ մենք գտնվում ենք Իդեն բժշկական կենտրոնում։ Այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայի, մասնավորապես հղիների համար նախատեսված մերսման մասին։ Խոսել ենք այս ամենի մասին կինեզոլոգ, մերսող Ագապի Բզնունու հետ, ողջույն Ագապի։ Այ մի փոքր եկեք անդրադառնանք եւ բացատրենք, թե ինչ է նշանակում հղիների համար նախատեսված մերսում եւ ասում են, որ այս մերսումը ոչ միայն թույլատրելի է, այլև անհրաժեշտ է։ Միանշանակ, քանի որ հղի կնոջ օրգանիզմում տեղի ունենում հորմոնալ եւ ֆիզիկական փոփոխություններ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ են մերսումները։ Մերսման ժամանակ մենք արդեն գիտենք, որ կարգավորում ենք արյան եւ ավշի շրջանառությունը, այսինքն կարգավորվում է նյութափոխանակությունը օրգանիզմում, որը եւ կթանում է ավելորդ հեղուկի տոքսինների դուրսբերումը, ինչը որ հղի կնոջ մոտ ավելի նկատելի է լինում։ Արդյունքում ունենում ենք այտուցի նվազեցում, լարված մկանների թեթևացում, պայքարում ենք սթրեսի դեմ, կարգավորում ենք քունը։ Այ կան որոշակի սահմանափակումներ այս մերսման համար, կախված հղիության փուլից։ Միանշանակ, ցանկալի չէ մերսումը կատարել առաջին եռամսյակում եւ երրորդ եռամսյակում, ավելի ցանկալի է կատարել երկրորդ եռամսյակում։ Ունենք սահմանափակումներ, եթե հղիությունը ունի բարդություններ, խնդրահարույց է, այդ ժամանակ մերսումը կատարում ենք միանշանակ հղիությունը վարող բժշկի ուղղորդմամբ։ Եթե ունի պացիենտը երակների խնդիր, ճնշման խնդիր, այդ դեպքում նույնպես չեն կատարում մերսումներ։ Իսկ Ագապի, երբվանից եւ ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ կատարել այս մերսման process-ը։ Ինչպես արդեն նշեցինք, երկրորդ եռամսյակից սկսած կարող են կատարել մերսումը, կարող են կատարել շաբաթի 2 անգամ ըստ հղիության կության, նույնիսկ 1 անգամ եւ կուրսով 10-ից 15 հատ։ Իսկ ինչքան է տևողությունը 1 սեանսի։ 1 սեանսի տևողությունը 60 րոպե։ Շնորհակալություն Ագապի։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ ժամանակն է անցնելու գործնական մասին։ Դե ինչ, պարզեցինք, թե ինչու է հղիության ընթացքում ոչ միայն թույլատրելի, այլ նաև անհրաժեշտ կատարել մերսում եւ ինչպես այն կարող է ազդել թե օրգանիզմի, թե առհասարակ հոգեվիճակի եւ տրամադրության վրա։ Այս պահին տեղափոխվում ենք համարձակ ժպիտ էջ, պարզելու ինչ են մեզ համար պատրաստել մեր գործընկերները Implantum ստոմատոլոգիական կենտրոնից։
Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին գտնվում ենք իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում եւ այսօր զրուցելու ենք բժիշկ ստոմատոլոգ Գոռ Գինեցյանի հետ։ Ողջույն բժիշկ Գինեցյան։ Բարևձեզ։ Մենք գիտենք, որ ատամների ամենատարածված հիվանդություններից մեկը կարիեսն է։ Կպատմեք մեզ, կարիեսի ինչ տեսակներ կան։ Ախտահարման խորությունից կախված տարբերում ենք մագերեսային, միջին եւ խորանիստ կարիեսներ։ Մեր կլինիկայում մենք մեր բուժառուներին խորհուրդ ենք տալիս 6 ամիսը մեկ պարբերաբար անցնել հետազոտություն, որպեսզի մենք կարողանանք վաղ շրջանում, դեռ օրինակ մագերեսային կարիեսի փուլում ճիշտ ախտորոշել այն եւ բուժել, որպեսզի խուսափենք հետագա բարդություններից։ Ենթադրում եմ, ինչքան վաղ փուլում հայտնաբերվեց, բուժման process-ը այնքան ավելի հեշտ է լինում եւ արագ վերականգնվում է ատամի ֆունկցիան։ Բնականաբար, հատկապես երբ որ մենք աշխատում ենք խոշորացումով, նա մեզ թույլ է տալիս շատ վաղ շրջանում հայտնաբերել կարիոս խոռոչները եւ ճշգրիտ իրականացնել մեր բուժումը։ Այ կխնդրեմ հենց խոշորացման համակարգը, եթե կարելի ավելի մանրամասնորեն ներկայացնել, կարծես թե դա ինչ-որ առանձնահատկություն եւ առավելություն ունի բուժման process-ի համար։ Այո, առավելությունները շատ են, երբ որ մենք աշխատում ենք խոշորացումով։ Խոշորացումը մեզ հնարավորություն է տալիս հայտնաբերել այնպիսի ախտահարումները, որը հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։ Օրինակ, դա կարող է լինել միկրոճակեր եւ այլ ախտահարումներ։ Արդյոք բուժման մոտեցումները շատ տարբեր են, եթե կարիեսի այս կամ այն տեսակն է։ Այո, բուժման մոտեցումները տարբեր են։ Բնականաբար մագերեսային կարիեսի դեպքում բուժումը ավելի արագ են տանում եւ հեշտ, իսկ օրինակ խորանիստ կարիեսի դեպքում այն պահանջում է ավելի մանրակրկիտ բուժում, որովհետեւ մենք հետագայում չունենանք նյարդի բորբոքում։ Բժիշկ Գինեցյան, հետաքրքիր է իմանալ առհասարակ կարիեսի առաջացման պատճառները, բոլորս եթե տրամաբանենք, կարծես թե դա սխալ խնամքն է, վատ սովորություններ են, արդյոք կա միտում այլ ռիսկի գործոնների, որոնց մասին բուժառուն կարող է տեղյակ չլինել։ Կա կարիեսի առաջացման պատճառները բազմաթիվ են, սկսած ոչ պատշաճ հիգիենայից վերջացրած մինչև վնասակար սովորություններով։ Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս, որ պարբերաբար 6 ամիսը մեկ անցնել հետազոտություն ստոմատոլոգի մոտ, որպեսզի կանխենք հետագայում նրա առաջացումը եւ զարգացումը։ Բժիշկ Գինեցյան, հետաքրքիր է հատկապես նշել, ինչքանով է կարևոր կարիեսի ժամանակին բուժումը։ Շատ մեծ դեր ունի կարիեսի վաղաժամ հայտնաբերումը եւ բուժումը, որովհետեւ մենք կարողանանք կանխել հետագա բարդությունները։ Կարիեսի բուժում ասելով հասկանում ենք ադամի պլոմբավորումը եւ շատ կարեւոր է, որ պլոմբավորումը իրականացվի կոմպետենտ եւ գրագետ մասնագետի կողմից, այսինքն պլոմբավորման ընթացքում մենք վերականգնում ենք ադամի լիովին անատոմիական տեսքը թմբիկներով եւ ակոսներով։ Եվ այդ կապակցությամբ ես մեր հեռուստադիտողներին խորհուրդ կտամ, որովհետեւ եթե նրանք բերանի խոռոչում ունեն տեղադրված հարթ պլոմբանյութեր, ապա հնարավորինս վաղ ժամանակահատվածում դրանք փոխարինեն։ Այսինքն եթե պլոմբավորումից հետո ունենք հարթ մակերեսով ատամ, որը կարծես թե շատ գեղեցիկ է, ֆունկցիոնալ առումով ինքը երկար չի ծառայի։ Այո, դուք ճիշտ եք, տվյալ պլոմբանյութը կարող է երկար տարիներ ծառայել պացիենտին, բայց ֆունկցիոնալ առումով այն կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, օրինակ կարող է հանգեցնել տվյալ սեփական ատամի հյուսվածքների մաշման կամ քունքստորցանոթային հոդի դիսֆունկցիայի։ Բժիշկ Գինեցյան, կա տարածված կարծիք, որ եթե ատամը պլոմբավորում է կատարվել եւ որևէ գանգատ բուժառուն չի ունենում, ապա այդ ատամը իրեն ծառայելու է ողջ կյանքի ընթացքում։ Արդյոք դա այդպես է։ Ցավոք ոչ, քանի որ երբ որ տեղադրվում է պլոմբանյութը, այն ենթակա է փոխարինման 5-ից 6 տարի անց, քանի որ պլոմբան ժամանակի ընթացքում կորցնում է իր հատկությունները, տալիս է ծավալային նստեցում եւ գոյանում են միկրոճակեր, որի միջոցով կարող են անցնել թուկը եւ այլ բակտերիաները եւ հանգեցնել երկրորդային կարիեսի առաջացման։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք մեր գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում եւ զրուցեցինք բժիշկ ստոմատոլոգ Գոռ Գինեցյանի հետ։ Այսօր զրուցեցինք կարիեսի տեսակների եւ իմպլանտում կենտրոնում կատարվող բուժման նորագույն մոտեցումների մասին։ Կհանդիպենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարը կարող եք դիտել նաեւ մեր YouTube-յան ալիքով։ Գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք ձվարանների կիստայի մասին, պարզեցինք մեր մասնագետից, որ դեպքերում է պետք անհանգստանալ անհապաղ դիմել բժշկի եւ որ դեպքում են ձվարանի կիստաները անվտանգ։ Այնուհետև խորհուրդ մասնագետից էջում մեր գործընկեր Տարոն Սարդարյանը տվեց կարևորագույն խորհուրդներ վնասվածքաբանական խնդիրների մասին։ Հաջորդիվ պարզեցինք, թե մանկական հասակում ինչպես է դրսևորվում կռուպը եւ ինչպես է տարբերվում շնչառական այլ վարակներից։ Գեղեցկության գաղտնիքներ էջում պարզեցինք, ինչքանով
արդյունավետ կարող է լինել հղիության ընթացքում մերսումը եւ ինչպիսի արդյունավետություն կարող է ունենալ։ Եվ իհարկե, մեր գործընկերի իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում պարզեցինք, թե ինչպես է բուժվում կարիեսը եւ ինչպես ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարելի է այն կանխարգելել։ Այսօրվա թեմաներն այսքան են, դեռ կհանդիպենք։